Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգվույն Սրբո ամեն Քրիստոս հարիավի մերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի Սիրելի հավատացյալներ գողջունեմ ձեզ այսօր հավաքված ենք այստեղ Սուրբ Սարգիս եկեղեցու մեջ գդոնենք մեր Տիրոջ եւ Փրկին Հիսուս Քրիստոսի հրաշապարդոնը Անցնող շաբաթ անոնք որոնք ներկա եղան եւ մասնակցան մեր եկեղեցու արարողություններուն տեսանք թե ինչպես Զարգազարդեն սկսյալ մինչև ավակ 5 շաբթի, ավակ ուրբաթ, 3 ավակ շաբաթ կարևոր դոներ էին, որովհետև այնտեղ տեսանք Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, տեսանք իր վերջին ընթրիքը, թե ինչպես իր աշակերտներուն ոտքերուն առջև ձունգի եկավ եւ անոնց ոտքերը լվաց, որ մեր հետ ինքնին է որ դվավ համայն մարդկության, խաչվեցավ, չարչարվել է ետք Եվ այսօր այստեղ հավաքված ենք եւ Քրիստոսի հարությունն է որ գտոնենք։ Հարությունը սիրելի հավատացյալներ, մեռած մարմնի մը ողջնչացումը չէ, բայց հարությունը այն աստվածային կյանքն է, որ Քրիստոսի միջոցով մեզի կդրվի։ Քրիստոս ուղղացելու որ կյանքը ինչպես որ մենք գիտենք, այն դարիները, որոնք կսահմանափակեն մեր ծնունդեն միջև մեր մահը, անիգա չէ, բայց կյանքի մեջ կա ավելի մեծ, ավելի կարևոր բան որ Աստծո ներկայությամբ է, այն լեցուն կյանքն է, որ երբ Քրիստոսի կհավատանք, ինքը այդ կյանքը գուտա մեզի այստեղ, եւ երբ կմեկնենք այստեղեն, դեպի հավիտենականություն երբ կերտանք, այդ կյանքի հույսն է, որ մեզի կդանի այստեղեն դեպի հավիտենականություն։ Այսօրվա ավետարանը երբ կարդացինք Մարգոս ավետարանի չեն առնված, տեսանք թե այնտեղ հրեշտակը երևցավ գիներուն, որոնք մեռած մարմինը կփնտրեին Հիսուսի, որպեսի երթան եւ օձեն այդ մարմինը, երբ հրեշտակը երևցավ իրենց տվավ հարության բարի լուրը, տվավ իրենց ավետիսը, եւ անգեյետ կսավ, կացեք Քրիստոսի աշակերտներուն ասեք, որ երթան եւ Գալիլեա հանդիպին իրեն, բայց այնտեղ այդ խոսքերում մեջ շատ հետաքրքրական բզդիկ բաժին մը գա, ուր գսե, կացեք աշակերտներուն ասեք եւ Պետրոսին ասեք, Գարանցնացվի Պետրոսը, գարձեք թե 10 աշակերտները կան, որովհետև 12 արդեն 11-ի վերածված էր, 10 աշակերտները կային եւ նաեւ Պետրոսը հadouk հրավեր կստանա։ Շատեր կզամանան, որ ինչու Պետրոս հadouk հրավեր կստանա։ Պետրոս հadouk հրավեր կստանա, որովհետև Պետրոս Քրիստոսի խաչելության առաջ 3 անգամ ուրացած էր Քրիստոսը։ Եվ Քրիստոսը ասաց էր, որ դու այսօր ինձ 3 անգամ պիտի ուրանաս, թե Պետրոս ասաց էր, ես կյանքս կուտամ քեզի համար։ Բայց Քրիստոս գիտեր եւ ասավ այսօր ակաղաղը չգանչած 3 անգամ պիտի ուրանաս ես։ Եվ այդ ուրացումն յետք վստահաբար այնպիսի հոգեգան տագնապի մեջ էր, այնպիսի ցավի մեջ էր, որ չէր ալ գիտեր թե ինչպես պիտի երթա Քրիստոսի։ Բայց այստեղ հրեշտակին միջոցով Քրիստոս պատկամ գրգե Պետրոսին ասելով տունալ եկուր։ Գարձեք թե գսե որ գիտեմ դու ինչ վիճակի մեջ ես։ Գիտեմ մտքիդ մեջ հարցումներ ունես։ Արդյոք Աստված պիտի ներե ինձ, արդյոք սխալից հետևանքները ինչ պետք պիտի լան։ Բայց Քրիստոս իր հարությամբ կհավաքի իր աշակերտները։ Քրիստոսի հարությունը սիրելի հավատացյալներ ունի այս կարևոր ուժականությունը։ Անինչ որ ծրված է, անինչ որ բաժնված է, Քրիստոսի հարությամբ գմիանա։ Եվ այսօր գուզեմ, որ մեր ուշադրությունը այս կետին վրա կենտրոնացնենք։ Տեսնենք, թե մենք ինչպես որպես համայնք, ինչպես որպես մարդկություն անցնող դարիներուն այնպիսի ծրված վիճակի մեջ ենք։ Այս տարի 5 տարի եղավ այն ծանր 2020 թվականին, երբ COVID-ը եկավ։ Եվ երբ COVID-ը եկավ, մեզի այնպիսի ծևով ծրվեց որպես մարդկություն, որ կարելի չէ իսկ երևակայել։ Այդ COVID-ին յետք մենք սկսանք տեսնել մարդոց մեջ ինչքան եսագետրոն գրնալալ մարդը, ինչքան անցնասեր գրնալալ մարդը, այնքան էլ որ ինքը լավ է ուրիշներով հետաքրքրված չէ։ Եվ այդ ծրված ըլլալու արդյունքները ինչև այսօր կշարունակվին։ Ինչպես կսեն մեր խոսակցական հայրենի մեջ, ադոր դագեն դագավին դուրս չենք եկած մենք։ Նույն դարին
Դժբախտաբար մեր հայրենիքի մեջ 5000 երիտասարդներ զոհասեղանին վրա դրինք։ Գործընծուցենք մեր հայրենիքի մեծ բաժինը եւ մինչեւ այսօր մենք ծրված ենք։ Այսօր քաղաքական ինչ-ինչ պատճառներով այստեղ Միացյալ Նահանգներում մեջ ինչ տեսակ դժվարություններով դիմացենք, այստեղ նաեւ մենք ծրված ենք։ Եվ մենք մեր ուժերում վստահելով, մենք մեզի ապավինելով, գսենք մենք Աստուծո պետք չունենք, մենք փրկիչի պետք չունենք, մենք մեր խելքը եթե կործածենք, մենք եթե ճիշտ որոշումներ ունենք, մենք եւ գտեսնենք, որ մեր որոշումները մեզի ավելի եդեւ գտանին։ Քրիստոսի հարությունը գուկա եւ մեզի քաղցր եւ մեծ ցավով հրավեր մուտա։ Կացեք ասեք իմ աշակերտներուս եւ կացեք ասեք Պետրոսին։ Այսօր մենք այդ երկու խումբի մեջ ենք։ Գամ Քրիստոսի աշակերտները մեկն ենք, որոնք հետևեցանք իրեն դժվարություններուն հերու մնացինք եւ գամալ Պետրոսին բեսենք, որ դժվարություններու ժամանակ ուրացանք, ասենք չենք շանշնար Քրիստոսը։ Հոգ չէ որ մենք խումբին կպատկանենք։ Այսօր հրավեր ունենք երթալու Քրիստոսի եւ Քրիստոս իր հարությամբ սիրելի հավատացյալներ մեզի նոր կյանք կուտա։ Այսօր ինչը գարկիլ է մեզի որ երթանք մենք դեպի Քրիստոս մեկ բան մեր հբարդությունը։ Այսօր ժամն է որ մենք մեր հբարդությունը մեկ կողմ տնենք։ Խոնարհությունը մեջտեղ բերենք մեր սրտերում մեջ։ Եվ ասենք, որ մենք քեզի պետք ունենք Տեր, մենք ու քաղցր հրավերիդ պետք ունենք, որովհետև քու քաղցր հրավերովդ մենք կյանք կստանանք։ Մեր կյանքը լեցուն կդառնա, մեր կյանքը իմաստալից կդառնա եւ հարության լույսը գլուսավորե մեր ճանապարհը։